Պարոն Ստեփանյան, երեք ականատես եղանք մի դեպքի, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը կարելի է ասել էմոցիաներին տեղիք տվեց եւ ակնհայտ էմոցիոնալ վարք ցուցաբերեց Արցախից մեր եկած, Արցախից ժամանած մեր հայրենակցի հանդեպ ու վիրավորական արտահայտություն հնչեցրեց, հետո իհարկե ներողություն խնդրեց, բայց ընդհանուր առմամբ այս ամենը կարելի է ասել Հայաստանում անհանդուրժողականության հող է նախապատրաստում, որովհետեւ մարդիկ կան, ովքեր վատ են տրամադրվում արցախցիների հանդեպ։ Հիմա ձեզ ինչպես կարող ենք մենք պայքարել այս ամենի դեմ, ինչ պետք է անել, որպեսզի նման միջադեպերի այլևս ականատես չլինենք։ Շնորհակալություն այս կարևոր հարցը ուշադրության կենտրոնում պահելու համար, ցավոք սրտի սա առաջի դեպք չէ, երբ որ մենք բախվում ենք նման խնդրի, դա ունեցել ենք նախորդի ժամանակահատվածում տարբեր պաշտոնյաների կողմից եւս ատելության խոսք կամ խտրականության խոսք հրահրելու, գեներացնելու այլ դեպքեր եւ սա երեկվա միջադեպը եւ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները ակներև դարձեցին, թե որտեղից է իրապես սնվում պետական պրոպագանդան, որը թիրախավորում է արցախցիներին։ Ես ելի եմ կրկնում, որ կասկած չունեմ, որ դա համակարգված իշխանության ՔՊ-ի կողմից համակարգված իրականացնող գործողություն է եւ հետեւաբար չեմ կարծում, որ դա ինչ-որ առանձնացված դրվագ է։ Հիմա ինչպես պայքարել դրա դեմ, ես կարծում եմ, որ նախորդ դեպքերի պարագայում էլ այս պարագայում էլ հանրային բարձրավանքը բավականին մեծ դեր խաղաց։ Ես ուզում եմ օրինակները նշենք, մի քանի օրինակներ, սկսած Ալեն Սիմոնյանի հայտարարությունից, արտահայտությունից, մնայիք կռվեիք, երբ որ բավականին էլի ուժեղ արձագանք եղավ եւ նա ստիպված եղավ ներողություն խնդրել, կա դեպք օրինակ հանրային ռադիոյի տնօրենի կնոջ արտահայտությունը, մեկնաբանությունը եւ էլի նա ստիպված եղավ ներողություն խնդրել եւ սա երևի թե արդեն հերթական դեպքն է, որ հանրային բարձրավանքը կարողանում է հասնել նրան, որ նման պառակտիչ, նման արտելություն տարածող խոսքը ի վերջո խոսք տարածողը ներողություն է խնդրում։ Սա կարևոր գործիքներից մեկն է։ Իրավական գործիքներ եւս կան Հայաստանի օրենսդրության համաձայն, ցավոք սրտի պրակտիկան այդքան էլ լավ բանի մասին չի հուշում։ Մենք ոչ թե ես կամ ոչ միայն ես, այլ իրավաբաններ բազմիցս հաղորդումներ ներկայացրել են այս կամ այն մեկնաբանություն գրողի կամ այս կամ այն քաղաքացու նկատմամբ, որոնք որ նման խոսույթ են տարածել, ցավոք սրտի չի ընդհանցավորվել եւ իրավապահ համակարգի ամբողջ գործիքակազմը այս խնդիրը լուծելու հարցում կարծում եմ այս պահին էֆեկտիվ չի եւ պայմանավորված է նաեւ նրանով, որ պետական իշխանական բանի թելադրանքի ներքո է գործում իրավապահները։ Այլ տարբերակները զեկույցներն են, այսինքն բոլոր այս դեպքերը փաստագրել, զեկույցների տեսքով պատրաստել եւ դա նաեւ միջազգային հանրության տարբեր դերակատարների, իրավապաշտպանների ներկայացնել, նրանց աջակցությունը եւս հայցելով, որպեսզի նրանք իրենց հասանելի մեթոդներով պայքարեն այս վատ երևույթի դեմ։ Ասել, որ այս արտահայտությունը վերջինն է, ես չեմ կարող։ Ես այո գիտեմ, որ ապագայում կրկնվելու են նման դեպքեր, որովհետև հատկապես նախընտրական շրջանում շատանալու է ատելության կամ խտրականության խոսույթը արցախցիների նկատմամբ եւ հատկապես իշխող ուժի կողմից, որովհետև համատարած է եւ կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ արցախցիների շրջանում իշխող ուժը ունի բացարձակ անվստահություն եւ հետեւաբար, այսպես ասած, կորշն ու կուլան ջարդվելու են, փորձելու են ջարդել արցախցիների գլխին հերթական անգամ։ Ես կարծում եմ, որ մեր հանրությունը պիտի պատրաստ լինի միշտ հակադարձելու, պիտի պատրաստ լինի փոխօգնություն ցուցաբերելու, սթափությունը պահպանելու եւ թույլ չտալու, որ թե պաշտոնյա լինի, թե ինչ որ այլ անհատ լինի,
կարողանա ներազգային ատելություն խորացնել կամ նոր թափ հաղորդել։ Պարոն Ստեփանյան, տեսանք նաև, որ չնայած Փաշինյանի ներողությանը եւ Արցախցի կնոջն ու երեխային կառավարություն հրավիրելուն կամ նույն մետրոյում ուղիղ եթերում արդեն համաձայն է, հա, ներողություն խնդրել, բայց միևնույն ժամանակ հանրային լայն շերտերի համար այս քայլը, եթե նախկին ժամանակահատվածում նման քայլերը ընդունելի չասենք, բայց եւ միանգամից մոռացվում անցնում գնում էր, ապա այսօր հասարակության մոտ այն կարծես այդքան էլ չի անցնում եւ ակնհայտ երևում է, որ այս քայլով իջնում է նաեւ Փաշինյանի հեղինակությունը, ինչը շատ վատ է իր համար ընտրությունների նախաշեմին։ Ընդհանուր առմամբ, հա, դուք խոսել եք կնոջ հետ, ինչպես է հիմա ինքը իրեն զգում։ Կապ ունեցել եք։ Չեմ խոսել, չէ, կապ չեմ ունեցել կնոջ հետ, բայց հերակա ճանաչելով Արմինեին, ես գիտեմ, որ ինքը բավականին ուժեղ, այսինքն հաստատակամ, իր գաղափարների մեջ շատ հստակ, վստահ անձնավորություն է եւ ես վստահ եմ, որ այս միջադեպը, այսինքն Արմինեն այդ միջադեպի հրահրողը չէր, հակառակը մի քանի անգամ ասեց, որ փակենք, ինձ հետ մի շարունակեք խոսել եւ այլ, շատ ճիշտ շեշտադրումներով իր հակադարձումները բերեց եւ վստահ եմ, որ մեծ հաշվով ինքը գիտի իր համոզմունքները ունի եւ ինքը պաշտպանության կարիք չունի, ինքը այս միջադեպով ցույց տվեց, որ ինքը պաշտպանեց 150,000 մարդու արժանապատվությունը, հակադարձեց 150,000 մարդու անունից։ Ինչ վերաբերում է ներել չներելուն, ես վստահ եմ, որ ըստ էության, այո, տեսնելով, որ հանրային բավականին լուրջ արձագանք եղավ, հավանաբար այդ քաղտեխնոլոգները, որոնք աշխատում են Փաշինյանի եւ նրա թիմի հետ, խորհուրդ են տվել, որ ներողություն պետք է խնդրել կամ անդրադառնալ այդ հարցին։ Ես այդ ներողության անկեղծությանը, անկեղծ ասած, չեմ հավատում, որովհետեւ այդ ջղայնության պահին ես տեսա, թե նրա մեջ ինչքան կար է տատուելությունը եւ ներողությամբ դա պարզապես, այսպես ասած, չի կարող էլի ծածկվել կամ փողարկվել։ Նույնը եղել է նախորդի դեպքերում։ Եվ մի բան էլ, որի մասին եւս պետք է խոսենք, բացի այդ խոսույթին անընդհատ ինքը գեներացնում է, ավելացնում է այն, որ անշնորհակալության ու երախտամոռության դիսկուրսը, անընդհատ ասելով, որ այ Արցախում ապրում էիք, լավ էիք ապրում, որովհետև մենք ձեզ փող էինք տալիս, այ մեր միլիարդներ ուղարկում էինք Արցախ եւ այլ այս խոսույթը։ Ու սա արվում է բավականին համակարգային ու բոլոր ներկայացուցիչների կողմից, որը հերթական, այսպես ասած, թեզերն է դնում շրջանառության մեջ։ Ես կարծում եմ, որ նաև մենք սրա դեմ պետք է պայքարենք, հստակ նաև ուսումնասիրություններով ցուցադրելու, թե Արցախին Հայաստանի Հանրապետությունը շատ վատ ճղճի խոսույթ է, բայց եթե սկսել են հակադարձել փաստերով, թե ինչ է տալիս Արցախը Հայաստանին եւ ինչ է ստանում Արցախը Հայաստանից։ Ասում եմ, սա ամենավատ բանն է, որ երբևէ կարելի է մտածել, որ երեսով տալ կամ ասել էս է, բայց փաստերին նայենք ու հասկանանք, որ Արցախը այդքան էլ բեռ չէր։ Անվտանգությունը մի կողմ, Արցախից եկավ տնտեսական շահույթները եւ տնտեսական եկամուտները Հայաստանի համար ուղղակի այնպես հաստատ փոխհատուցում էին այն միջպետական վարկը, որ ամեն տարի Հայաստանը տրամադրում էր Արցախին։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, պարոն Ստեփանյան, որ ժամանակ գտաք ու խոսեցիք մեզ հետ։ Ես եմ Ժամանակից շնորհակալ։ շատ չտանեմ, շնորհակալ եմ շատ, տեսություն։ Տեսություն։